տեսան ներքին ռեսուրսը բավարար չի, չի լինում հեղաշրջում, տեսեք ժողովուրդը կայուն ձևով շատ տարօրինակ ֆենոմեն է, ուրեմն հայ ժողովուրդը իր միջին հայը կանգնել է դժգոհ է, գոհ է, ինքն է երեխա կորցրել, կարող է Սամվել Կարապետյանի երեխան է, ասում են ժուլիկության բանագից փախել է, կամ եւ այլն, եւ այսպես ուրեմն այն ժողովուրդը, որ տուն է կորցրել եւ կանգնեց վարչապետին եւ կառավարության վարչապետ, որ ասում են ինչու է առանձնացվել, դե եթե մեկին վարկաբեկում եք, ամբողջ ժողովրդով շուռ եք գալիս, այդ պետությունը քայքայման եք տնում, ոչ թե վարչապետը շատ է սիրում, վատ է սիրում, այն մեկը լինի Պողոսին պետք է ասեն, որպեսզի իբրև հաջորդի բարեկամ ինք ուղղակի այդ վարչապետը լավը չի ելի, եւ այսպես, եւ այս պայմաններում ահա Գրբանից հանում է տեսան, որ ոչինչ չի լինում, ինստիտուտ է հանում, կառույց, կազմակերպություն, եւ դա հայաստանյաց առաքելական եկեղեցին է, բայց այստեղ զարմանալու բան չկա, որտեղ ռուսական գաղտնի ծառայությունը բազավորվել է 1840 թվերից։ Ես ինչքան հիշում եմ 1840 թվին էր, որ ցարական Ռուսաստանը գրեց Պոլոժենիև կանոնադրություն հայաց առաքելական եկեղեցու հայաստանյաց գործունեության մասին մինչև Եմենում է եւ նա սկսեց հայերին կառավարել եկեղեցու միջոցով։ Իհարկե մեջները եղել են կաթողիկոսներ, ասենք Խրիմյան հայրիկ, որոնք ընդվզել են, որոնք կազմակերպել են, բայց իրականությունը դրանց չի փոխում։ Եվ ահա ինչ է լինում, հեղաշրջում չի ստացվում, իրենք Ուկրաինայում անգում են գնում, հիմա կասեմ նաև անգնա մասին, իրենք ոչնչանում են եւ Հայաստանը աստիճանաբար շարժվում է եւ որտեղ է զգայուն հարց եկեղեցին, հոգեվոր ոլորտը։ Բայց չի որ մեր ժողովրդի համար եկեղեցին պատմականորեն խաղացել այն դերը, ինչ որ խաղացել է եւ դա մեր հոգեվոր տունն է, մեր ժողովրդի։ Եվ ահա Սրբության սրբոցին է կպնում իր ագենտուրայով, այդ ագենտուրան պարտադիր չի ուղիղ կամ չնի ազդեցության ագենտուրայով եւ այնտեղ կա ճարպիկ մի երևի սերժանտ է, չգիտեմ ինչ է, առանձնապես բան չի, որը պատերազմից հետո չէ ուզուրպատորը բարգեւադրվեց Պուտինից շքանշան Կոպերգինի ձեռից առավ։ Ես նույնիսկ այդ օրն եմ ասել խայտարակություն է։ Հայոց հայրապետը գնում է օտարպետության դեսպանատուն, այնտեղ ստանում է շքանշանը, նաև հրահանգը։ Բարձ է, չէ, կարող է հարվել։ Հիմա այսպես եւ քանի որ այն Գալստանյան, Մանստանյանին խաղացրել չկարողացավ, ոսկեպարե SSS եւ մենք բոլորս ենք դրան ակտիվ մասնակից, այս կողմից կամ այն կողմից, չէ, եւ այսպես պետականությունը մնաց ավելի եւ հանգարց Հայաստանի իշխանությունը մտորելով եւ նրան աջակից ուժերը, աջակիցները, ովքեր իրենց մարդիկ չեն, որտեղ ասում են Հայաստանում ոնց է, այս ինչը սրա մարդն է, այդ ինչը տենց մարդ չկա, եւ սրանք, որոնք պետականության եւ այլն շրջանառվում է հանգարց Խաչմերուկի գաղափար։ Խաչմերուկը ռուսականը չի, որտեղ Խաչմերուկում Ռուսաստան չկա։ Շրջանառվում է քաղաքականության այն հանճարեղ սկզբունքը, որը հայտնաբերել է ժամանակին կարդինալ Ռիշելյան, բալանսի քաղաքականություն, այսինքն Հայաստանը գնում է գիտականության քաղաքականության ոլորտում եւ իր ազգային շահերի հետապնդում, իսկ Ռուսաստանի ազգային շահերը Հայաստանին հակատիր են, որպես պետություն։ Եվ ահա այստեղից է։ Եվ ահա բալանսի քաղաքականությունը երբ որ սկսվում է, մի ոհմակ վայնասուն է դնում։ Ինչի համար, դա Մոսկվայից է լինում, այդ իրենց ուղեղի բանն է, ինչու, որովհետև եթե դուք բալանսավորում եք քաղաքականությունը, մեքենան էլի, որ մեքենայի բանը կա, չէ, ինչ են ասում, ռազվա թե ինչ, մեքենաները տանում են, չէ, մեքենան դուք չեք կարող հենց քշել, նա կտա կջարդի, ինչ են տանում, նոր մեքենաներ, ռազվալ կամ հայերեն չգիտեմ, բալանսավորման կանգնեցնում, որպեսզի նա անընդհատ լուֆտեր ունենա, շարժվի տեղեր, առաջ հետ եւ այլն, եւ Հայաստանի քաղաքական իշխանությունը խոսում է բալանսավորման քաղաքականությունից, եւ այստեղ այս ապուշները Մոսկվայում շշմում են։ Ես ինչ է կատարվում Հայաստանելարի ձեռից գնաց։ Ինչու ինտերվենցիա չեն անում, որտեղ ուժերը չի պատում, որտեղ ամեն մի Իվանի զինվոր պետք է Ուկրաինայի մարդասպանության համար, ուրիշ բան չկա։
Եվ այստեղ հանում են այս մանին, սկզբից տեսան հույս ունեին ինչ-որ մարդկանց հեղինակություններ, առաջին նախագահ, երկրորդ նախագահ, երրորդ նախագահ, Արցախից հիշում եք Քոչարյանի համարով էին գրավ դնելու եղել, այսօր Բաքվում են, Ղուկասյան, Բակո, իշքան մաֆիան, բանդագա հավաքվել են երկրի կողոպտածի պաշտպանությունով են զբաղված, ոչ թե Հայաստանի պաշտպանությունով։ Պարզ է բոլորը, հիմա ինչ-որը և այսպես եկավ գործ հասավ այստեղ և համեց եկեղեցին, վերջին փաստարկներից մեկը և ուրեմն տեսա, որ եկեղեցին էլ չի կարողանում, թե հիմա պետք է անգերս լինենք, այս ուզուրպատորը էդ ինչ հեղինակություն ունի, հավատացյալների մեջ, էլ չեմ ասում ժողովրդի ոչ, որ մեջ չկարողանա հեղաշրջում անել։ Եվ ահա ծանր հրետանի են ուղարկում որպես բարերարի։ Սա օրինակ Սամվել Կարապետյանի մասին ես շատ քիչ բան եմ պատկերացում եմ ունեցել, ասեմ ձեզ, ես զարմացա, որ ինքը եկել է, բայց հետո մտածեցի չի կարող։ Այդ ու թաթար ռուբոյի ճակատագիրը տեսար, դա Կրնեմլի մերձ օլիգարխներից, այսպես կոչված մեկն էր, չէ, Ռուբեն Վարդանյանը, նրան ուղարկեցին Ստեփանակերտ, որպեսզի պատկեր առաջանա վարչապետ կա այստեղ։ Տեսան, որ ոչինչ չկա, այդ մարդը ինքը պոտենցիալ չունի, երկրորդը թաթար ռուբոյ, այսինքն ով է սա հայ ժողովրդի համար։ Եվ վերջ, այստեղ չնա Բաքու ուղարկեցին, հիմա դու ինչի եկար, բայց այստեղ ուրիշ բան կա, երևի թե Կրեմլը ասում է կամ դուք ձեր կյանքը կամ հեղաշրջում է, եւ ահա գալիս է բարերարը, այստեղ սկսում է մի բան, էլի, դեմագոգիկ մի բան, ազգային բարերար եւ այլն, հիմա հարց եմ տալիս, Հայաստանն ասենք ունի 100 ազգային հաջորդի ազգային բարերար, իհարկե սրանք, այսինքն հետ սովետական շրջանում կուտակածը քրեական է, այդ ինչն է, ես կարող եմ ասել ինքը բարերարություն է արել, ես էլ կարող եմ ասել փող է լվացել, հենց փող է լվացել, հասկանում եք, հիմա բարձրապես դրանք տաճ է խոսելը, հիմա ինչ-որ է բարերար, լավ ենթադրենք Հայաստանը ունի 100 հայերը, կույս բարերարներ, ամեն բարերար պետք է կա այստեղ հեղաշրջում անի, որ բան անենք, հա ինչ ուզի անի, պետականությունը տապալի, հայությունը պետք է ընդունի, բայց այդ դեպքում պետականության հարցն ինչ է, բազ է այստեղ հարցը ինչին է, այնպես որ բարերարը թող մնան Ռուսաստանում բարերարություն անեն եւ մենք գիտենք թե իրենց ներդրումների արդյունքներն ինչ են եղել եւ ինչ են, այստեղ կողոպտիչները բարերար չեն, այ Քոչարյան Ռոբերտ եթե ազգային բարերար դառնար Քոչարյան, բանը Սերժ Սարգսյանը, օքեյ, ընտիր կլներ, ուրեմն բարերարները դրսից են, թալանչիները ներսից, այսինքն այսպես եւ այսպես Եվ ազգային անվտանգության ծառայությունն էլ իր գործ արեց, երևի թե մանրուքներ ես չգիտեմ, այսի կարելքեր չկա իմանալու, եւ ահա գնաց նա ուրեմն խաչապաչելու իրավական համակարգին։ Ես դրա մասին նկարներ տեսել առաջին տեսքը բանը նորմալ է մեկն է սրանց տեսքերը հայկական տեսքեր չկա, բայց սրա մեջ բարերարություն բան կա։ Բայց այդ կեցվածքը գողականով, ես մենք մերը կանենք, ես մտածեցի, որ հայ ես ուրեմն օլիգարխների մեջ երևի նորմալ մարդ չկա, բոլորը գողավազակի տրամաբանությամբ են, այդ ինչի մասին է խոսքը, եկել ես հեղաշրջում անես, մի հատ էլ քու բարերարություն ես անում, եւ այլն, ուզում եմ ասել, այսպես է, եւ ահա այս ապացուցում, որ Հայաստանի իշխանությունը կարողացել է ինքը իրեն հավաքել եւ իրավական համակարգ աշխատում եւ պիտի աշխատի։ Ընդ որում ես մի դաժան բան եմ գրել, հիմա կասեմ։ Հայաստանի իրավական համակարգ իրենց են դիմում։ Ով է լինի, ովքեր։ Դուք սրանց հետ այնպես պետք է վարվեք, ես մեծահարուստ հայեր, ես ճագերտավոր, որ Հայաստանի սահմաններին մոտենալու չոքեչոք մոտենան, ոռնալու մոտենան, աղաչելով մոտենան, որ Հայաստան մտնեն, այլապես ուրեմն մենք ոչ կյանք ունենք, ոչ էլ ես երկիր կանա, ոչ էլ ես ժողովուրդը կապրի, ամեն բարերար, ամեն մի սրանց վզին նստում է որևէ պետության ղեկավար քշում է Հայաստանի վրա, որ անթույլատրելի բան է։ Եվ այսպես ուրեմն ինչ եմ ուզում ասել, ես հիմա մնացած է հեղաշրջում, քանի անգամ եմ դրել այդ տակետներ, հեղաշրջումը ձեր ինչ բանն է, դուք կարող եք գողանաք, սպանեք, ինչի սովոր էին, հիմա այնքան բան ենք լսում, այդ դրանք վարպետորեն կանեք, են հեղաշրջում անենք։
կանոնն ասեմ հաջորդ անգամ Ուրեմն հաստատախտի կարգախոսն է հեռացիր որ ապրենք։ Հա, հայրեր որ ապրեն, Սամվելն էլ ով ասեց, չէ, եղբայրն ասել չեն թողում ապրեն, ինչի չեն թողում, բայց դուք հիմա ամբողջ մի ժողով չէիք թողում ապրելու, վատ է, դենել միլիարդի մեջ լողում եք, երևի ամեն սեղան նստելուց ֆիզիկական իմաստով հետներ ոսկի եք ուտում, որովհետև բարձրեց շշմել են, օրինակ, դրանց տները ոսկի դուրբան այ ապուշներ, ոսկին ու դուքուր են, ես չեմ լիրավորում, բայց մի հատ էլ շշմել եմ Բաքոյից, ասում են Նեապոլում օպերային թատրոնի շենքի կողքը ուրեմն բնակարան ունի, ճիշտ է թե սխալ, ինչ որ ասում են, եթե ճիշտ է, այդ դուր օպերային թատրոնն ուր, այսինքն սրանք որպես փոխանակ երկիր, ես փրկության գործ է լիներ, որ մեզ համար էր, գնացին այս բաների մեջ եւ այլն եւ այլն